Շատ լավ։ Ընտանիքը, որ սովորություն ռաձեր ամեն զադիգին Հիսուսի խաչելության ֆիլմը միասին տիդեին ընտանյոք, նստած էին և գտիդեին այդ ֆիլմը և դունին բզդիկ աղջիկը շատ ուշադրությամբ գտիդեր և երբ որ հասավ այնտեղ, ուր Հիսուսը ձեծեցին, չարչարեցին և խաչ հանեցին, հայտնի էր, որ այս բզդիկ աղջիկը շատ հուզված էր և անշուշտ, երբ որ քերեզմանը գտնեն, աչքեն մի քանի արցունքալ գհոսի և ազիվ այդ դեսարանը գկոծվի և գիրագի առավոտյան դեսարանը գպացվի, աղջիկը մի անգամեն փոլորովին գփոխվի, հիմա գսեր լավ մասը հասավ և գիտեր, որ Հիսուս հարություն դառներ, որտեղ դեսած էր ատկի առաջ և մենք ալ գսենք հիմա լավ մասը հասավ, այսօր լավ մասն է դարվան, Հիսուս հարություն արավ։ Անշուշտ աշակերտներն ալ նույն վիճակներեն անցան, մեծ հուսահատություն իրենց վրա դիրեց, կարծես թե բարդված էին, բարդված կսկայում, որովհետև Հիսուսը դեսան ինչպես խաչին վրա չարչարվեցավ և մահացավ և նաև դեսան և մի քանիները կացին Հիսուսի մարմինը քերեզմանը տնելու և այս անշուշտ քերեզմանին վրա խոշոր քարմը կլորեցին, որ այլևս Հիսուս անդեղեն չփորձվի դուրս ելնել անգամ ևս։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ Գողգոթան պատմության վերջը չէր։ Անգե վերջը գիրագի առավոտ այդ դեղը, ուր Հիսուսը թաղած էին, գսե քեդինը շարժեցավ, մեծ երկրաշարժ եղավ, քարը կլորվեցավ և Հիսուս հարություն արավ։ Եվ այնտեղ գտնվեցան երկու ռեշտակներ, որոնք իրենց փառավոր փալքովը լուր տվին գիներուն, որ երթան Հիսուսի հարության լուրը բաժնեցին մյուս աշակերտներուն հետալ, որ անոնգալ ուրախանան, որ Հիսուս մեռած չէր, այլ հարություն արած էր։ Եվ այսօր նույն պատկամը մեզի գհասնի այս գիրագի առավոտ, որ Հիսուս հարություն արած է, Հիսուս գենթանի է։ Այս ճշմարտությունն է, որ մենք կդոնենք առաջին հարության օրեն 2000 տարիներ վերջ դագավին այս դոնը կդոնենք և այս ճշմարտությունը, որ Հիսուս հարություն արավ մերելներեն, մենք ուրախությամբ կդոնագադարենք, մեր մեջ ունենալով հույս և խաղաղություն, որովհետև ճիշտ այդ է, որ Հիսուսի հարությունը մեզի կշնորհե։ Հիսուսի հարությունն էր, Հիսուսի հարության ճշմարտությունն էր, որ այսօր դագավին եկեղեցին ամեն գիրագի կհավաքվի, որովհետև գիրագի օրն էր, որ Հիսուս հարություն արավ, և մենք գիրագի օրերը հավաքվելով միասին, մենք մեր հարկանքները չեն գներ մերած անցիմը, որ մեր հավատքին հիմնադիրն էր, այլ գդոնագադարենք ամեն գիրագի մեր գենթանի դերը և անոր տված կյանքը, որ իր հարությունով մեզի կշնորհե։ Ինչու համար այս դոնագադարությունը, ինչու համար ուրախություն, ինչու համար հույս։ Ինչ է կարևորությունը Հիսուսի հարության, ինչ կնշանակե հարություն և ինչ տարբերություն պետք է ունե մեր կյանքերեն ներս։ Եվ ասոնց պատասխաններու տալու համար պետք է մենք շիդակ հասկանանք Հիսուսի հարության կարևորությունը։ Պետք է հասկանանք, թե այս հարությունը, որ դեղի ունեցավ գիրագի առավոտ, բարձաբես հրաշքմը չէր, անշուշտ հրաշքմն էր, մեծ հրաշքմն էր, մահեն կյանքի եկավ Հիսուս, բայց միան անիգա չէր ադոր նպատակը, հարության նպատակը, այլ նաև նշան մներ, և այդ նշանին կարևորությունը այն է, որ անիգա նշան մներ Աստուծմե, բոլոր անոնց, որ գուզեն հավատալ, որբեսի գարենան իրենց կյանքերը նվիրել Հիսուսի
եւ իրենց սրդերը Հիսուսի դալով գարնան ապրիլ Հիսուսի համար։ Եվ ինչ հետաքրքրական է այս նշանը, որովհետև Հիսուս ողջ եղածադենը այս նշանին մասին ինքը խոսեցավ։ Մատթեոս 12:39-40-ի մեջ կսե. ուրիշ նշան պիտի չդրվի անոր, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնան մնաց գետցուգին փորին մեջ 3 օր ու 3 գիշեր, այնպես մարդու որդին պիտի մնա երկրի սիրտին մեջ 3 օր ու 3 գիշեր։ Ինչ է նշանին նշանակությունը։ Ինչի համար կգործածվի նշանը։ Նշանը գհաղորդ է դեղեցություն եւ գուտա ուղղություն եւ ցույց կտա իրականությունը կամ ճշմարտությունը։ Նշանը միշտ կներկայացնե փամը, յետևը նշանակությունը ունի։ Ինչ որ գերեվի բարձ թեփը չէ, այլ նշանակությունը կա։ Եվ Հիսուսի հարության նշանը արդյոք մեզի ինչ կներկայացնե այսօր։ Ինչ տարբերություն պետք է ունենա այդ նշանը մեր կյանքերեն ներս։ Հիսուսի հարության նշանը շատ կարևոր նշանակություններ ուներ, բայց ամենակարևորը այսօր գուզեմ մեր այս գիրագի առավոտ հիշել, որբեսի ձեր ուրախությունը գադարյալը լա եւ ձեր հույսը որ ունիք, այդ երջանիկ հույսը անգամ եւս հիշելով նորոգվիկ, ուրախանակ եւ խաղաղություն ունենաք ձեր սրտերենից։ Հարության նշանը աստուծմե նշանն է, որ գվավերացնե Հիսուսի ըսածները եւ Հիսուսի ով ըլլալը։ Իմ խաղապարը չէ, մեգումը խաղապարը չէ ասիգա։ Սուրբիկը ինքը մեզի գսետ է հարությունը նշաններ Հիսուսի աստուծո որդի ըլլալուն եւ Հիսուսի փրկության կորձը, որ գադարեց խաչին վրա հարություն առնելով, ավելի գստականա թե ինչ էր ադոր նպատակը եւ մեր ուրախությունը իր գադարելության գասն է։ Ռոմայացիս 1:4-ի մեջ կսե Պողոս առաքյալը զորությամբ սահմանվեցավ իբր աստուծո որդի մերելներեն հարություն առնելով։ Մերելներեն հարություն առնելն էր, որ հաստատեց Հիսուսի աստուծո որդի ըլլալը եւ Հիսուսի գադարեալ ըլլալը, Աստված ըլլալը, որ մեր Աստված իջավ մեզի համար մերավ, որբեսի գադարյալ զոհ ըլլա եւ մենք իր մերնելով մեր մեղքերուն թողություն ստանանք։ Եվ այս մեզի գհստակացնե շատ լավ գերբով, թե մեր մտքերում մեջ ոչ մեկ կասկած կրնանք ունենալ Հիսուսի ով ըլլալու մասին։ Հիսուսի հարությունը այդ կասկածները կվերցնե։ Եվ շատ լավ է, որ կրնանք վստահ ըլլալ այսօր, որովհետև այսօր գաբրինք աշխարհի մեջ, որ ամեն բան անորոշ է, աշխարհը ինքնին անորոշ է։ Գիտությունը, որ կգարձենք, թե որոշ բան է, անալ կփոխվի ժամանակ առ ժամանակ, օրինակ մտամ Harvard-ի Medical School-ը 1950-ին մինչև հիմա 6 անգամ փոխած են իրենց խաղապարները blood pressure-ին, ջնշումի եւ աղի հետ եղած կապը։ Երևակայեցեք, ասիկա Harvard-ի Medical School-ն է։ Այսօրպես Պլուտոն ժամանակին մոլորակ էր, հիմա այլևս մոլորակ չի աշխվիր։ Կտեսնենք, որ գիտությունն ալ մեզի չի գնար վստահություն տալ, բայց Աստուծո խոսքը եւ Աստված այս հարության նշանովը մեզի հստակ կնե, թե Հիսուս Աստուծո որդի էր եւ իր միջոցով մենք փրկություն կրնանք ստանալ։ Հիսուս շատ բացառիկ խոսքեր խոսեցավ իր անձին մասին։ Ինքը ըսավ, որ ինքն էր Աստուծո որդին։ Ինքը ըսավ, որ միակցևն էր երկինք երթալու։ Ինքն էր կյանքի աղբյուրը, ես եմ կյանքը ըսավ։ Եվ նաև խոստացավ, որ մեզի լեցուն կյանք տա, հավիտենական կյանք տա։ Ինքը նաև ըսավ, թե
ինքը առանց մեղքի էր եւ կարևոր բանը որ ինքը գադարյալ հայտնությունն էր Աստուծո հոր Աստուծո Հիսուս նաև ասավ որ ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը եւ այսօրվա հավատներով որ ամեն կերպով գրնաս Աստուծո երթալ Հիսուս բոլորովին ադիգա հագասեց եւ ասավ միակ մեկ ցև կա ես եմ այն ցևը ճամփան որը միջոցով մեկ գրնա Աստուծո կով երթալ եւ ասոնք բոլորն ալ շատ լավ խոսքեր են բայց արդյոք ճշմարիտ են գրնամ հավատալ գրնամ վստահիլ Հիսուսի այս խոսքերուն որտեղ այսօր շատ մարդիկ կան որ շատ խոսքեր գսեն մինչև նույնիսկ ոմանք իրենց Քրիստոս կհրճագեն ով է իրականը ով է իսկականը ով է ճշգրիտը որուն հավատանք եւ գարտանք Թոմասի մասին որ ինքը այս հարութենեն վերջը շատ հստակ հասկացավ որ ինչ որ Հիսուսը ասած էր ճշմարիտ էր եւ ձունգի ինալով ասավ իմ Տերս եւ իմ Աստվածս եւ այսօր մենք ալ այս ճշմարտությունը հարության ճշմարտությունը փաստվելով այս հարության նշանով մենք ալ գրնանք նույնպես հավատալ Թոմասի պես եւ Հիսուս չհագասեց երբ որ Թոմաս ասավ իմ Տերս եւ Աստվածս որովհետեւ ճշմարտություն էր Թոմասի հրճագելը այդ փաստին վավերացումն էր այսօր մենք Աստուծմե նշան ունենք որ Հիսուս իրական է եւ ասիգա կարեւոր է because որովհետեւ ոչ թե միան մեզի գոկնե հավատալու բայց նաեւ մեզի գոկնե որ Հիսուսի հանդեպ ինչ թիրք պիտի ունենանք այո Հիսուս ինքին մասին շատ բաներ ասավ շատ լավ էին օգտակար բաներ էին եւ եթե հավատանք կփրկվին նաեւ անոր գողքին կտեսնենք որ Հիսուս լուրջ բանջկներ ըրավ որ ով որ իրեն հավատար պետք է իրեն հետևեր եւ այդ հետևիլը կբահանջեր ամեն բան ցկել մեկտի ցկել եւ իրենին յետևեն երթալ նույնիսկ եթե Հիսուսը ընդունենք դեր նաեւ պետք է պատրաստ լինենք մեր կյանքերը իրեն համար տնելու իրեն համար զոհելու արդյոք կարելի է այս բանանել եթե Հիսուսը իրական չէ պետք է վստահ լինեմ որ Հիսուս իրապես է այն ինչ որ գսե որ է եւ այսօր հարությունը մեզի այդ վստահությունը կրնադալ որովհետեւ հարությունը նշանն է Հիսուսի ասածներուն ովլալուն եւ մեզի գվստահեցնե որ ինչ որ Հիսուսը ասավ իրական է այսօր ուրախ եմ ես այս արաբոտ որ գրնամ ծեր արջևը գայնիլ եւ բացահայտ ասել որ եթե դու այսօր Հիսուսի գհետևիս իրականին գհետևիս Աստուծո որդին գհետևիս եւ ճամփան շիդակ ճամփու մեջն ես որ քեզի երկինք պիտանի իսկական Աստուծո որդին ամբոր մեր դերն է եւ մեր փրկիչն է այս կնշանակե թե մենք նաեւ պետք է հավատանք որ Հիսուսի ասածներուն այն բաները որ ասավ որ իր խոստումներով մենք մեզի վստահեցուց թե մեր աբական շիդակ ընթացքի մեջ է Հիսուսի խոստումներն են որ մեզի ուրախություն կտան խաղաղություն կտան այն խոստումները որ ասավ ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը ինչ լավ բան Աստուծո որդին մեզի հետ է եւ ասավ երբեք ցեզի պիտի չթողում երբեք ցեզի պիտի չլքեմ եւ նաեւ ասավ ես եմ հարությունը եւ կյանքը ով որ ինձի հավատա երբեք պիտի չմեռնի եւ վերջին խոստումն այն էր որ ցեզի համար պիտի յետքամ վերաթարնամ եւ ուր որ եմ ցեզի ալ ոմ պիտի տանիմ այս է մեր Տերը մեր Փրկիչը եւ կրնակ վստահիլ իրեն խոսքերուն
որովհետև իր հարությունով կնքեց, փաստեց, որ ինքը Աստծո որդի է եւ իր միջոցով մենք կնանք հավիտենական կյանք ունենալ Քրիստոս հարյավ իմերելոց։